Ռիոփենի եթերում Ռենյուզի գլխավոր թողարկումն է բարի երեկո, ամփոփենք դառը շաբաթ կիրակին ու այս երկու շաբթին նախամարոտ։ Երկրորդ ու երրորդ նախագահների հարցազրույցներն ու Փաշինյանի պատասխանները, հանգստյան թեժ օրեր ներքաղաքական կյանքում։ Ալիևի հաղթական շքերթին հնչած մտքերն ու ծաղրը հայերի ու Հայաստանի հասցեին։ Նոյեմբերի 9-ը հավաքական տրավմա, որ պետք է հաղթահարենք։ Թուրքերն ուզում են որպես խաղաղապահ հայտնվել Գազայում Իսրայելի կոշտ արձագանքը։ Եվ Թրամփի կռիվը Նյու Յորքի նորընտիր մուսուլման քաղաքապետի հետ թեժանում եմ։ Եվ այսպես հանգստյան օրերն ընթացան նոյեմբերի 9-ի դառը տվերի տակ։ Հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նրանց պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Երրորդ նախագահից օրինակ տեղեկացանք 2018-ի դեպքերի ժամանակ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուշագրավ դերակատարման մասին։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչ էր անում եւ ասում Նիկոլ Փաշինյանը Արցախի մասին մինչեւ պատերազմը, նրան մեղադրելով բանակցային գործընթացը տապալելու եւ պատերազմ բերելու մեջ։ Փաշինյանն էլ երկու նախագահների հարցազրույցներից հետո Facebook-ում գրեց, որ նրանց հայտարարությունները վերահաստատում են իր ենթադրությունը։ Արցախի հարցը իր խոսքով հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Թե ովքեր են հայտնի ուժերը, իհարկե չի ասել։ Սրան գումարվեց Ադրբեջանի արտգործնախարարի հարցազրույցը, նրա խոսքով եթե նոյեմբերի 9-ին պատերազմը չդադարեցվեր, իրենք կարող էին ունենալ լուրջ խնդիրներ։ Բացի այդ, ըստ Բայրամովի, երբ Ալիևը բարձրացրել է տարածքների հարցը, Փաշինյանը Ալիևին ասել է դուք ուզում եք ինձ սպանեն։ Մի խոսքով բուռն շաբաթ կիրակի էր լի ցավով ու ծանր հիշողությունների թարմացումներով։ Նոյեմբերի 9-ի չամոքված վերքն այսպիսով շարունակում է թելադրել ներքաղաքական օրակարգ։ Այս հանգստյան օրերին տպավորություն էր, որ երկրում սկսվել է նախընտրական ակտիվ շրջան, թեև ընտրություններին դեռ 7 ամիս կա։ Շաբաթվա գլխավոր հարցազրույցներն ու Փաշինյանի պատասխաններն ամփոփում է Սիմոն Հովհաննիսյանը։ Անցած շաբաթ կիրակին այնքան բուռն ու ծավալուն էր քաղաքական հայտարարությունների իմաստով, որ այդ ընթացքում կհասցնեիք Netflix-ի սերիալներից մեկի մի ամբողջ սեզոն դիտել։ Մոտ 7 ժամ է տևել երրորդ եւ մոտ 1 ժամ երկրորդ նախագահների հարցազրույցները։ Սակայն ձեր ժամանակը խնայելու համար մենք կարևոր մտքեր ներկայացնում ենք 5 րոպեում։ Ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմը սկսելու համար։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմնական մի քանի պատճառ են ընդգծում, թե ինչու Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ։ Երկու նախագահների խոսույթում էլ բանակցային գործընթացի փակուղի մտնելն էր։ Նրանք մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին դա անելու համար, ինչը ուղեկցվեց դաշնակիցների հետ հարաբերությունների վատացումով եւ բանակի մարտունակության անկմամբ։ Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Ամենանդեպս հրապարակային։ Բանակը թուլացած էր, ուրեմն պատերազմում հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ, քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտության հավանականությունը եւս փոքրացավ։ Հիմա այդ քայլեր կարող են անել միայն անպատասխանատու մարդ։ Կամ եթե դա չի արվել դիտակցաբար, այսպես ասենք, պատերազմը հրահրելու համար։ Ոչ, դաշնակիցներն էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք։ Առաջին ՀՀ-ՀԱՊԿ անդամ լինելը, երկրորդ այն, որ տրամադրվող միջոցները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։ Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր դա էինք փորձում ձեռք բերել, փորձում արդիականացնել։ Իդեպ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում գործող ամենաբարձրաստիճան ձեր նշանակած զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։ Նախկին առաջին դեմքերը նաև հիշեցնում են, որ պատերազմի հանգամանքները քննող մի ամբողջ հանձնաժողով էր ստեղծվել ազգային ժողովում, որի եզրակացությունը սակայն այդպես էլ չներկայացվեց խորհրդարանում։ Ինչու Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Երրորդ նախագահն իր մյուս վարկածն է ասում։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Փաշինյանը երրորդ նախագահի պնդումներին իրեն բնորոշ լեքսիկոնով է արձագանքել։ Իմացել ես, որ բանակի փոխարեն Բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։ Սերժ Սարգսյանը մի քանի այլ պատճառներ էլ է առաջ քաշում պարտության համար, ասում է մոբիլիզացիան լավ չի արվել։ Հետո իրենց հետ համագործակցություն չի գնացել։ Օրինակ Արայիկ Հարությունյանը իրեն չի ընդունել անգամ, երբ վատ կանխատեսումներ կային։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է խորհուրդ լսելու։ Չեմ կարծում։ Ամենից անհասկանալի կետը ինձ համար
հոկտեմբերի 18-ին, թե 18-19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանխեցնելու ռուսական առաջարկին։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որտեղ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակ այլևս չունի։ Ես զարմանում եմ, ինչպես է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։ Անհնար է։ Ինչ կա չհասկանալու, ձեր թողած հոբ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոբ համակարգը մետալալոմ էր։ Բառից բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա են ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Ձեզ էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան արկա կլիներ։ Բացատրությունը հետևյալն է։ Բանակի մարտական պատրաստության խնդիրներից բացի երկրի առաջին դեմքերը նաև բանակցային փաստաթղթերին անդրադարձան։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը խոսեց 2019 թվականին առաջարկված տարբերակի մասին։ Ըստ էության դա նույն փաստաթուղթն է, որի մասին Փաշինյանն ասում էր։ Ուղղված էր Հայաստանի Հանրապետության նախագահին, իսկ ինքը վարչապետ է։ Կարծում եմ, որ ինքը նախ մանրամասն չի կարողացել սկզբից տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերը ուր են տանում կողմերին։ Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Կարծում էի, թե տվել են փաստաթուղթ, որը ընդունելի չի մեզ համար։ Բայց բանից պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել։ ՍՍՆ էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հետ չնեղվեց բանակցային պատմության առանցքային թղթերը, ներառյալ 2019 թվական դասավորել եմ։ Հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակն է մեջը դնելով, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես ՏՊԼ-ին ու ՔՌ-ին էլ խաբար արա։ Հարցազրույցները միայն 44-օրյա պատերազմի մասին չէին։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև օգոստոսի 8-ին կնքված փաստաթղթի մասին։ Իհարկե ասում է դա ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ին ստորագրվածը, բայց պետք է փորձել մեկ այլ պայմանագրով սրա կատարման երաշխիքները ստանալ։ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է երկու զրույցն էլ։ Իր համար վերահաստատել է, որ Ղարաբաղի հարցը որոշ ուժերի ձեռքում եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Իդեպ այսօր տեղեկություն տարածեց, որ 24 տարի առաջ Առագաստ սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աջունը կարտաշիրի մեն, որովհետև կարող է պարզվել, որ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն։ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր գնացել է Պաշտպանության նախարարություն, կարևորել բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից հետո նա 3 նախագահներին առաջարկել էր ծանոթացնել բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումների, ինժեներական աշխատանքների և զինվորների աշխատավարձերի հետ։ Եվ այսօր էլ գնացել է Պաշտպանության նախարարություն։ Դե իսկ Ալիևը հայերին սպառնալու շքերթ անցկացրեց, մեզ նորից անվանեց թշնամի, ահաբեկիչ, ծաղրեց Բաքվում դեռ պատանդ պահվող հայերին, մի խոսքով շատ կանխատեսելի զորահանդես Էրդողանի հետ, որի ժամանակ ցուցադրվեցին նաև Ալիևի վերջին տարիների տեխնիկայի ձեռքբերումները։ Բաքվում նախորդին իսկական տոն էին կազմակերպել, Ալիևն իրեն բոլորովին չէր զսպում, խոսում էր ինչ ուզում էր, տեսեք։ Ալիևը կրկին նորից եւ եւս մեկ անգամ նոյեմբերի 9-ի իրենց համար հաղթանակի, իսկ մեր համար հայկական տարածքների զավթման օրվա կապակցությամբ հանդես է եկել սադրիչ, ագրեսիվ եւ բացահայտ հակահայկական հայտարարություններով։ Ve bizim gençlerimiz Մեր երիտասարդությունը 44 օր շարունակ թշնամու կրակի տակ առաջ շարժվելով ազատագրեց մեր պատմական հողերն օկուպանտներից։ Ալիևը չի կորցնում որևէ առիթ հիշեցնելու Ադրբեջանի իր ձևակերպման փառավոր հաղթանակի մասին։ Ստահոդ պնդումներ անում, թե Հայաստանն իբր սպառնում էր Ադրբեջանի նոր պատերազմով։ Մինչդեռ 2020-ից առաջ իր կառավարման բոլոր տարիներին ինքն է պարբերաբար սպառնացել պատերազմով։ Իսկ հաջորդ տարիներին Հայաստանից հնչող խաղաղության ուղերձներին նույն կերպ պատասխանում է միայն միջազգային, հատկապես եվրոպական հարթակներում։ Իսկ թյուրքական կամ իսլամական պետությունների կազմակերպություններում դարձյալ կիրառում թշնամիներ, օկուպանտներ, անջատականներ բառերը։
Երևանյան սրճարանների կենցաղային զրույցները հիմք են ծառայել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր նախաստորագրած Ալիևի համար կրկին ծաղրելու հայերին։ Deyirlər ki, onların tankları Նրանք ասում էին, թե իրենց տանկերը լինելու են Բաքվի փողոցներում, թե Բաքվում թեյ են խմելու։ Իրականում նրանց երազանքներն իրականացել են, մենք դրանք կյանքի ենք կոչել։ Նրանց տանկերն այսօր ցուցադրված են ռազմական ավարների պուրակում, իսկ հայկական ռազմատենչ հանցագործները այսօր կանգնած են Բաքվի դատարանի առաջ եւ ադրբեջանական թեյ են խմում քնչական մեկուսարանում։ Այս ցուցադրական տոնակատարությունը, որը խորհրդանշում էր արդեն 3 տասնամյակ ատելությամբ եւ վրեժով սնված ադրբեջանական հասարակության չակերտավոր հաղթանակի օրը, հրավիրված էր նաեւ նրանց եղբայրական ազգի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Թուրքալեզու աշխարհի հոր եւ առաջնորդի դերին հավակնող Էրդողանը հայտարարել է, որ այս օկուպացիան թուրքական բոլոր երկրների համար հպարտության առիթ է, այդպիսով ակնարկելով, որ Ալիևը միայնակ չի հաղթել 44-օրյա պատերազմում։ Azərbaycan ordusunun Ադրբեջանական բանակի յուրաքանչյուր քայլ Ղարաբաղի հողերում ազատության եւ արժանապատվության համար թափված յուրաքանչյուր կաթիլ արյունը դարձել է պատվի խորհրդանիշ եւ ոսկե տառերով գրանցվել է մեր ընդհանուր պատմության, թուրքական աշխարհի պատմության էջերում։ Պակիստանը, որ Հայաստանը չճանաչող միակ պետությունն էր մնացել եւ դա արել միայն 2 ամիս առաջ, նույնպես հրավիրված էր շքերթին։ Բաքու զինվորական շքերթին մասնակցելու էր եկել մի ամբողջ պակիստանյան զորախումբ։ Վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը իր եղբոր Իլհամ Ալիևին դիմելով հայտարարել է, թե այժմ դուք հաղթում եք խաղաղությունը, չցանկանալով լսել նրա հոխորտանքն ու սպառնալիքները, թե եթե ինչ-որ մեկը փորձի որևէ գործողություն կամ սադրանք ձեռնարկել Ադրբեջանի դեմ, չարաչար կզղջա։ गुलामी में नाकाम आती हैं। Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան 3 եղբայրներ են, որոնց սրտերը բաբախում են միասին։ Ամբողջ աշխարհը հիացմունքով ականատես եղավ, թե ինչպես Ադրբեջանի Քաջարի զինված ուժերը ազատագրեցին Ղարաբաղը եւ այդ ողջ պայքարի ընթացքում Պակիստանը ժայռի պես կանգնած էր եղբայրական Ադրբեջանի կողքին։ Ալիևն ու Էրդողանը հենց այսպիսի հպարտությամբ են նայում ադրբեջանական նոր զինատեսակներին։ Դրանցից է Վիկինգ շարժական հակաօդային համալիրը, որը նախատեսված է ինքնաթիռների կամ դրոնների դեմ պայքարի համար։ Կայրանավակը, որը անօդաչու կամիկաձե մոտորանավ է եւ նախատեսված է հակառակորդի ծովային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Hero 120 անօդաչու թռչող սարքը կարող է երկար ժամանակ պտտվել օդում եւ անհրաժեշտ պահին հարվածել թիրախին։ Sky Striker Block 4-ը թռչող ռումբ է, ինչպես Hero 120-ը, բայց ավելի արդիական տարբերակով։ Icebreaker-ը թեվավոր հրթիռ է հարվածելու համար հեռավոր թիրախներին, ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում։ Predator Wolf-ը օպերատիվ մարտավարական հրթիռային հեռավար համակարգ է։ Նոր ռազմական բեռնատար ինքնաթիռները օգտագործվում են զինվորների, զենքերի եւ տեխնիկայի տեղափոխման համար։ GF-17 կործանիչները բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներ են, որոնք արտադրում են Պակիստանը եւ Չինաստանը համատեղ ծրագրով։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել եւ ցուցադրել հայ զինվորների նոր ընկերոջը՝ հետախուզական շնիկին։ Մեկ օր առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները կարող են կազմել 50 հոգանոց խմբեր եւ տեսնել Հայաստանի վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան։ Պայմանը գաղտնիությունը պահպանելն է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Բաքվից վերադառնալու ճանապարհին Էրդողանը հայտարարել է, թե 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորությունների պատուհան եւ խաղաղ գործընթացի ավարտը Ադրբեջանին շատ արագ կդարձնի տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ։ Անսովոր էր եռաբլուրը նոյեմբերի 9-ին, պաշտոնյաներ չեն գնացել։ Նախորդ տարիներին Նիկոլ Փաշինյանի այցելությունները շատ տհաճ միջադեպերով էին ավարտվում, այնպես որ գուցե լավն էլ դա է։ Պարտությունից 5 տարի անց բոլորս դեռ շոկի մեջ ենք, ինչը հասկանալի է, հոգեբանորեն պարզ ու կանխատեսելի։ Շատերի մոտ գուցե տպավորություն է, թե մնացել ենք նոյեմբերի 9-ում, որ դրանից հետո կյանքն էլ առաջ չի գնում։ Բայց հավաքական տրավման պետք է հաղթահարենք, այլապես կունենանք լուրջ խնդիրներ, բառի բուն իմաստով կքայքայենք, նաև առանց այդ էլ քայքայված նյարդերը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ընդամենը 5 տարի է անցել։ Վերքը դեռ չի սպիացել, իսկ հիշողությունը Спасибо большое, Владимир Владимирович. Այս տարի էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չայցելեց եռաբլուր, ոչ ստատուս գրեց, ոչ էլ սրտիկով ռիլարեց։ Կիրակի Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր, մասնակցում էր պատարագի, որ նվիրված էր ընկած զինվորների հոգիների խաղաղությանը։ Փորձեցինք պարզել արդյոք եղել է որևէ պաշտոնական արարողություն, նվիրված նոյեմբերի 9-ի հայտարարության 5-րդ տարելիցին։ Պաշտպանության նախարարությունը մեզ հորդորեց գրավոր հարցում ուղարկել, դե իսկ կառավարությունից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ 44-օրյայի մասնակից Վանիկ Հակոբյանի հիշողությունը թարմ է։ Այսօրվա պես հիշում է սեպտեմբերի 27-ի Կարմիր կիսալուսինը։ Այդ առաջին կրակոցների ժամանակ ես ու ընկերս ոնց որ հերթապահության էինք, անձնակազմը քնած էր, մենք երկուսով ոնց որ հերթապահում էինք էլի ամբողջին ու ոնց որ արդեն առավոտը մինչև 6-ն էր մեր հերթապահությունը,
4-ից 6-ը 2 ժամ։ Մենք որոշեցինք էլի արթուն մնանք, թե տղերքը մի քիչ հանգստանան։ Առավոտվա 7-14 ժամը ֆիքսել եմ, երբ որ իրանց առաջին դրոնները բարձրացան ու գնացին Ջաբրայելի զորամասի գլուխը վերևը։ Վանիկը պատմում է նոյեմբերի 9-ի երեկոյան երկնքում դեռ դրոններ էին թռչում։ Ոչ ոք չէր սպասում, որ գիշերը նման հայտարարություն կստորագրվի։ Նոյեմբերի 9-ին երեկոյան երկնքում էլի տենց թռչում էին այդ ռակետները, ու չէի մտածում, որ կարող ավարտին հասցնեն այդ օրը։ Անգամ մտածում եք աղա ավելի մեծ ուժով գրոհ լինելու, բայց որ արդեն տեսա հեռախոսով տեսանք էլի լուրը։ Հոգեբանն ասում է, որքան տրավմատիկ են հիշողությունները, այդքան բթանում են մարդկանց ռեակցիաները, ու հիմա մեր հասարակությունը դեռ մերժման փուլում է։ Այնքան ցավոտ էր այս 44-օրյա պատերազմը, այնքան ցավոտ էին կորուստները, որ մարդը էլի վիճակի չի տանելու կամ վերհիշելու այդ ամեն ինչ, ինքը հուզապես արդեն բավական լցված էլի վիճակի չի դիմանալ, որտեվ եթե մի բան էլ կարող է չդիմանա նյարդային համակարգը։ Դե իսկ երբ կընդունենք մեր պարտությունը, հոգեբանը դժվարանում է ժամկետներ ասել։ Նախ ամեն մեկս իր ներսում պիտի ընդունի պարտությունը։ Ընդունման փուլը կարծում չունենք եւ կարող է շատ երկար ժամանակ մենք չունենանք, որովհետեւ ազգային առանձնահատկությունից ելնելով կարող ենք ասել, սա իմ իհարկե սուբյեկտիվ մոտեցումն է, որ ազգը ավելի հպարտ է, շատ դժվար է գիտակցել, որ այո, կարող ենք պարտվել, անձի մակարդակով էլ շատ դժվար է ընդունել, որ դու կարող ես պարտվել։ Երևանի փողոցներում այսօր փորձեցինք մեր քաղաքացիներից հարցնել, հիշում են թե ինչ օրեր երեք։ Ես որ իմացա Շուշիի հանձնման մասին, ես լացել եմ։ Ես չէի անսպասելի էր, լրիվ անսպասելի էր, որովհետև մեզ ասում են, որ մենք հաղթում ենք։ Ինչով է նշանավորվեց երեկվա օրը։ Վարչապետը կարծեմ գնացել էր ինչ-որ մի եկեղեցի, այնտեղ 4-ից բաներ անցկացնում։ Կարող է մорально-էթический կողմից մեր թասիբի, հայկական թասիբի կողմից դա սխալ էր, բայց տվյալ պահի ստեղծված իրադարձության մեջ դա սխալ չէր, որովհետև դա կարող է, եթե դա չլիներ, ավելի մեծ զոհեր ունենայինք ու ավելի մեծ խնդիրներ ունենայինք։ Չեմ կարող ասել, թե բոլորը հիշեն, բայց ինձ թվում է կհիշեն, դա նույնս ամսաթիվ է, որ ոչ ոք չի կարող մոռանալ։ Ինչպես պատերազմի սկիզբը, այնպես էլ դա ցավալի է շատ իհարկե։ Միգուցե մոռանալն էլ է ճիշտ, որովհետև մարդը ունի ինքնապաշտպանական ռեակցիա, եթե ինչ-որ մի բան քեզ խանգարում է, ջնջվում է հիշողությունից։ Մեր զրուցակիցներից մեկն էլ, որ հուզմունքից չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, հիշեց Հրանտ Մաթևոսյանի ծառը պատմվածքից այս խոսքերը. Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես։ Երբ հիշողության մեջ չես, հրեն դաշտում կովնարածում է առանց հիշողությունների, իսկ հորթին 3 են մորթել։ Անի Հովանեսյան, Մկրտիչ Խաչատրյան, Արթան Պողոսյան, Reopen Media։ Պատերազմի ու խաղաղության թեման իհարկե գլխավորն է լինելու խորհրդարանական առաջիկա ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ ասում է, թե Արցախի միջոցով հայտնի ուժերը ենթադրաբար նկատի ունելով Ռուսաստանը վերահսկում էին Հայաստանի անկախությունը, իսկ հիմա անկախ ենք։ Այս խոսույթը սահուն կերպով տեղափոխվել է այսպես կոչված միութենական պետություն հասկացության վրա եւ առաջիկա ընտրություններում երկրորդ ամենատարածված բանավեճը լինելու է Ռուսաստան թե Արևմուտք պարզունակ երկընտրանքի շուրջ։ Փորձն էլ ցույց է տվել, որքան պարզունակ է հանրությանն առաջարկվող երկընտրանքը, այնքան շատ ընտրողների հետ է հնարավոր հաստատել մտերմիկ շփում։ Սրա հետևանքով առաջիկա նախընտրական շրջանում շատ կանխատեսելի տեքստեր են հնչելու, որոնք աստիճանաբար ավելի են սրվելու ու բյուրեղանալու։ Պատերազմ, խաղաղություն, Արևմուտք, Ռուսաստան։ ՔՊ-ն փորձելու է ներկայանալ որպես մեծ դեպի խաղաղություն, բարեկեցիկ Եվրոպա տանող ուժ, ընդդիմությանն էլ փորձելու է ցույց տալ որպես Ռուսաստանի եւ պատերազմի հետ կապված ուժեր։ Ընդ որում էական չէ, թե ով կամ ովքեր կլինեն ընդդիմության ավանգարդում։ Իսկ ընդդիմությունը ներկայանալու է որպես ծայրահեղ ծանր վիճակում հայտնված երկիրը խորը փոսից դուրս բերելու վերջին հնարավորություն, ՔՊԱ-ներին էլ ներկայացնելու է որպես ադրբեջանական հրահանգները կատարողներ, որոնք երկիրը տանելու են վերջնական կործանման։ Բայց քանի դեռ չենք հասել նախընտրական այս կետին, փորձենք հասկանալ որտեղից է հայտնվել միութենական պետության մասին խոսույթը մեր քաղաքական դաշտում ու արդյոք նման օրակարգ ընդհանրապես գոյություն ունի։ Միութենական պետություն։ Այս եզրույթը որոշ շրջանակներ փորձում են բերել հայկական քաղաքական օրակարգ։ Իշխանությունները ուղղակի եւ տողատակերով ակնարկում են, թե եթե իրենք չլինեն պետության ղեկին, իրենց ընդդիմախոս ուժերը Հայաստանի ինքնիշխանությունը կզիջեն, երկիրը կդառնա Ռուսաստան-Բելարուս միության մաս։
Եվ պարզվում է, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը կարող է դառնալ միութենական պետության մաս։ Ձեր քաղաքապետի թեկնածու քաղաքապետ Վարդանիկը ասում է, կամ միութենական պետությանը կողմ ես, կամ թրքահապատակ շանորդի ես։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ համարվում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից ու Պուտինի հետ անձնական բարեկամություն ունեցող ղեկավար, 2022-ի փետրվարի ասուլիսում ասել էր, որ իր օրակարգում այդպիսի հարց չի եղել, իսկ ընդհանրապես որևէ միության անդամակցելիս երկիրը պետք է հաշվարկի, թե տարիներ եւ տասնամյակներ անց ինչ է շահում եւ ինչ է կորցնում։ Մեր մտնելը ինչ է նշանակելու մեզ համար։ Մենք մտնելուց հետո 5 տարվա կտրվածքով, հետո 10 տարվա կտրվածքով մենք ուր ենք հասնելու, ինչ ենք ստանալու։ Եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի սենց ասում են, մտնում ենք։ Մեղադրանքների ամենաթարմ օրինակը Գյումրիի նորընտիր ու արդեն գրեթե 1 ամիս կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններն են, թե ինքը կողմ է Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միությանը։ Կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով Թուրքա Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուք։ Ռուսա Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքը Ղուկասյանի երկրորդ քրեական գործի հիմքում է, թեև քաղաքապետը պնդում է, որ դա չի նշանակում անկախության կորուստ, այլ որպես անվտանգության եւ տնտեսական զարգացման երաշխիք է։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը իշխանության գործողություններում հստակ հակասություն է տեսնում։ Եթե կառավարությունը կարող է բացահայտորեն քարոզել Եվրամիության հետ ինտեգրում, որը փաստացի ինքնիշխանության մի մասը զիջելու գործընթաց է, ինչու է պատժվում այն անձը, որը խոսում է Ռուսաստանի Դաշնության հետ միութենականության մասին։ Իշխանությունը շարունակում է պնդել, որ միութենական պետության գաղափարը իրական սպառնալիք է եւ այն կրողներին առաջարկում է մինչեւ վերջ գնալ այդ ճանապարհով։ Միութենական պետության մասին երազող ընդդիմադիրներին առաջարկում եմ իրենց համոզմունքներում լինել սկզբունքային եւ իշխանությանը կոչ անել իրենց հետ վարվել այնպես, ինչպես ընդդիմության հետ վարվում են միութենական պետությունում։ Սպասում ենք։ Օրինակ Վարդանիկը անիմաստ արդյունքներ թափելու փոխարեն կարող է նման կոչ անել։ Ես կաջակցեմ։ Միութենական պետություն տերմինը հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի եւ Բելարուսի միջև 1999-ի դեկտեմբերի 8-ին ստորագրված պայմանագրով ստեղծված վերազգային միավորման մասին։ Հիմնական նպատակը երկու պետությունների միջև հարաբերությունների խորացումն է տնտեսական եւ պաշտպանական քաղաքականության ինտեգրման միջոցով։ Պայմանագիրը նախատեսում է ֆեդերացիայի ստեղծում, որը նման կլինի խորհրդային միությանը, ներառյալ Գերագույն պետական խորհուրդ եւ նախարարների խորհուրդ, ընդհանուր պետության ղեկավար, օրենսդիր մարմին, դրոշ, զինանշան, օրհներ, սահմանադրություն, բանակ, քաղաքացիություն եւ արժույթ։ Նախատեսվում է մեկ միասնական տնտեսական տարածք, դրամական միություն, միասնական հարկային եւ գնային քաղաքականություն, պաշտպանության համակարգի միավորում եւ այլն։ Reopen Media-ն որոշեց իր տեղեկատվական ալիքներում հարցախույզով իմանալ մեր քաղաքացիների կարծիքը։ Հարցվածների 92%-ը դեմ է, որ Հայաստանը միանա Ռուսաստան-Բելարուս միութենական պետությանը։ 2-ը կողմ է, իսկ 6-ը դժվարանում է պատասխանել։ YouTube-յան հարցման արդյունքում 74%-ը դեմ է, 23-ը կողմ, իսկ 4-ը դժվարանում է պատասխանել։ Երևանցիների շրջանում մեր հարցումների ընթացքում միութենական պետության կողմնակիցները չէին զիջում ընդդիմախոսներին, իհարկե ունենալով իրենց նախապայմանները։ Երկուստին սլավոնական ազգ են հարազատ իրանք։ Պայքարում են ախր մի պետություն որ դառնան։ Հարազատ են իրար։ Դեմ չեմ, կողմ եմ։ Հիմա ես ոչի բանի կողմնակից չէ։ Ամեն ինչին կողմ եմ, մենակ խաղաղությունը լինի։ Դեմ եմ։ Ես ռուսների հետ ապրել եմ, այսպես կոչտեմ։ Չգիտեմ, եթե Հայաստանի համար լավ լինի, թող լինի։ Եթե չէ։ Օրվա վերջում սոցցանցերում հարցումների արդյունքում կողմ քվեարկածների թիվը ավելացել է 2 կետով, նույնքան պակասել են դեմ քվեարկածները։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Ինչև այդ շատ լուրջ տեղաշարժեր են նկատվում Մերձավոր Արևելքում, Գազայում խաղաղապահներ կարող է հայտնվեն եւ գլխավոր ուժը, որը հավակնում է այնտեղ զորք մտցնել, իհարկե Թուրքիան է, բայց Իսրայելը դեմ է եւ ահա այսօր Իսրայելի վարչապետի խոսնակը հայկական ազգանունով ասել է, որ թուրք զինվորի ոտք չի մտնելու Գազա։ Իդեպ Ադրբեջանը եւս հավակնում է այստեղ իր զորքը տեղակայել միջազգային այսպես կոչված կայունացնող, այսինքն խաղաղապահ ուժերի շրջանակում։
Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը հայտարարել է, թուրք զինվորները չեն տեղակայվի Գազայում որպես բազմազգ ուժի մաս, որը նախատեսված է անկլավում իսրայելական զինվորականներից իշխանությունը ստանձնելու համար։ Ըստ նրա, Իսրայելում թուրքի ոտք չի մտնելու։ Թուրքիան ձերբակալման հրամանագրեր է արձակել 37 իսրայելցի պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նեթանյահուի հանդեպ, եւ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա ընդունելու Թուրքիայի մասնակցությունը միջազգային անվտանգության ուժերին։ Այդ առումով ահա թե ինչ կարող եմ ասել ձեզ։ Մեր երկրում թուրք զինվորներ չեն լինի ոչ ներկայում, ոչ անցյալում, ոչ էլ ապագայում, այդ թվում միջազգային կայունացման ուժերի կազմում։ Թուրքիան 8 մուսուլմանական երկրների շարքում է, որոնք աջակցում են Գազայի խաղաղության ծրագրին։ Խաղաղապահ հանձնակազմի մեջ ներառվելու հավակնություն ունի նաև Ադրբեջանը։ Տարածաշրջանում փխրուն հրադադարի պայմաններում տեղի է ունենում աճյունների փոխանակում։ Իսրայելը հաստատել է, որ ստացել է Գազայում պահվող մահացած պատանդի մասունքները, որոնք ըստ պաղեստինյան Համաս խմբավորման պատկանում են իսրայելցի զինվոր Հադար Գոլդինին, որը զոհվել էր անկլավում ավելի քան 10 տարի առաջ։ Աճյունի վերադարձը ողջունել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Այսօր Հադար Գոլդինը տուն է վերադառնում։ Ես գիտեմ ինչ տանջանքների միջով է անցել նրա ընտանիքը։ Ես գիտեմ նրա հանդեպ կարոտի մասին, որը միավորեց Իսրայելի ժողովրդին։ Եվ այսօր մենք միավորված ենք դրան վերջապես իր ծնողներին, իր ընտանիքին փոխանցելու, նրան Իսրայելում գտնվող իր գերեզմանը բերելու հարցում։ Հրադադարը հաստատվել է երկամյա հակամարտությունից հետո, որի ընթացքում Համասի գլխավորած զինյալները 2023-ի հարձակման ժամանակ գերի են վերցրել 251, սպանել 1200 մարդու, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, ըստ իսրայելական աղբյուրների։ Ի պատասխան Իսրայելը սկսել է լայնածավալ հարձակում, որն ըստ Գազայի առողջապահության պաշտոնյաների հանգեցրել է ավելի քան 69000 պաղեստինցիների մահվան, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Հաստատված անկայուն հրադադարը թույլ է տվել 100 հազարավոր պաղեստինցիների վերադառնալ Գազայի իրենց ավերակ տները։ Իսրայելական զորքերը դուրս են եկել քաղաքային դիրքերից եւ մարդասիրական օգնության հոսքը տարածաշրջան ավելացել է։ Ապագան մռայլ է եւ անորոշ։ Հաշվի առնելով մեր ներկայիս իրավիճակը, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա։ Մենք զինադադար չենք տեսնում։ Պատերազմը շարունակվում է եւ հորիզոնը մռայլ է։ Գազան Աստծո ձեռքերում է, այն ավերվել է, աշխատանք չկա եւ իրավիճակը դժվար է։ Մենք ուզում ենք, որ նրանք լավ վերաբերվեն մեզ եւ որ օտար երկրները մեզ հետ լինեն։ Նրանք պարզապես հետևում են մեզ, այնինչ պետք է օգնեն եւ մեզ հետ լինեն։ Գազայում ձևավորվել են դեղին գծեր, որոնք խախտելու հետևանքով հանգստյան օրերին իսրայելական կրակից 1 պաղեստինցի սպանվել է, մոտ 1 տասնյակը վիրավորվել։ Չնայած հրադադարը նվազեցրել է բռնության մասշտաբները, լարվածությունը մնում է բարձր։ Մինչև խաղաղապահ բազմազգ ուժերի ձևավորումն ու տեղակայումը իրավիճակին շարունակում են հետևել միջազգային դիտորդները։ Մերի Դանիելյան, Open Media։ Միացյալ Նահանգներում հասունանում է լուրջ հակամարտություն Դոնալդ Թրամփի եւ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետի միջև։ Նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել Զոհրան Մամդանին, դեմոկրատ իսլամադավան 34 տարեկան երիտասարդ գործիչ։ Գաղափարական առումով Թրամփի հակապատկերը ու քանի որ խոսքը ամերիկյան երևի թե ամենածանրակշիռ մեգապոլիսի մասին է, առճակատումն այստեղ անխուսափելի է, առավել ևս որ Նյու Յորքն ի վերջո Թրամփի քաղաքն է։ Սպիտակ տան հետ սկսած դիմակայության ֆոնին Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին այցելել է Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքի մզկիթ, որտեղ նրան դիմավորել են ողջույնի բացականչություններով։ Մամդանին մասնակցել է Նյու Յորքի քաղաքական գործիչների համախմբան ամենամյա գագաթնաժողովին։ Նա մզկիթում աղոթել է մյուս մուսուլմանների հետ եւ օգնել սնունդ բաժանել։ Մամդանին ակնարկելով հակադրվել է Թրամփի ծավալապաշտական եւ հականերգաղթային քաղաքականությանը։ Մենք գիտենք Պուերտո Ռիկոն չի վաճառվում, եւ մենք նույնն ենք ասում Նյու Յորք քաղաքում։ Նյու Յորքը չի վաճառվում։ Այս քաղաքները հնարավոր չէ գնել։ Մենք իսկապես պետք է ոտքի կանգնենք, ապահովելու համար, որ յուրաքանչյուր նյու յորքցի կարողանա իրեն թույլ տալ ապրել այս քաղաքներում։ Այս այցը տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մի շարք հարձակումներից անմիջապես հետո։ Թրամփը կասկածի տակ էր դրել Մամդանի ազդեցությունը քաղաքի ենթակառուցվածքների զարգացման վրա, անվանելով նրան կոմունիստ։ Դե գիտեք, պետք է հասկանալ, որ եթե նա կոմունիստ է, ապա մեծ աշխուժություն չի լինելու։ Այնպես որ կամուրջների, թունելների եւ այն բոլոր տարբեր բաների կարիքը, որոնք կարծում եմ ծրագրում էին Նյու Յորքի համար, չի լինի։ Եվ տեսեք, ես հուսով եմ, որ Նյու Յորքի գործերը լավ կլինեն։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։ Ես սիրում եմ Նյու Յորքը, ես մեծացել եմ Նյու Յորքում։ Իմ գործերն այնտեղ լավ են ընթացել եւ ես հուսով եմ, որ Նյու Յորքի գործերը շատ լավ կլինեն։
Մինչ նախագահը կենտրոնացած է քաղաքական հակառակորդների պախարակմամբ, Մամդանին առաջ է շարժվում իր վարչակազմի ձևավորման հարցում։ Քույնսում նա ներկայացրել է իր անցումային թիմը, խոստանալով ստեղծել կարող եւ կարեկից վարչակազմ։ Նա վերահաստատել է իր առաջնահերթությունները, պայքարել քաղաքի կյանքի թանկության ճգնաժամի դեմ եւ վերականգնել հանրային վստահությունը։ Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավ անցկացրեց, խոստանալով մթերքների էժանացում։ Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավ անցկացրեց, պարտավորություն ստանձնելով նվազեցնել կյանքի թանկությունը։ Իսկ մեր հաջողությունը ցույց կտա, որ բավարար չէ աշխատավոր դասակարգի ամերիկացիների կյանքում առկա հուսահատությունը պարզապես ախտորոշել է։ Պետք է իրապես կյանքի կոչել օրակարգը, եւ հենց դա էլ մենք մտադիր ենք անել ամեն օր, մեր պաշտոնավարման ողջ ընթացքում։ 34-ամյա դեմոկրատ-սոցիալիստ Մամդանին իր պատմական հաղթանակը տոնել է նոյեմբերի 4-ին, դառնալով Նյու Յորքի պատմության մեջ առաջին հարավասիացի եւ մուսուլման քաղաքապետը։ Նա հաղթել է նախկին նահանգապետ 67-ամյա Էնդրյու Կոմոին, որը մասնակցել էր որպես անկախ թեկնածու, երբ 4 տարի առաջ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով հրաժարական էր տվել։ Փորձագետներն ընդգծում են Մամդանիի ժամանակակից քարոզարշավը, սոցիալական մեդիայի, մասնավորապես TikTok-ի վարպետորեն օգտագործումը, որով նա կարողացել է ոգևորել երիտասարդ ընտրողների նոր սերնդին։ Չեմ կարծում, թե առաջիկա 1-2 տարում ամենուրեք մատչելի բնակարաններ կհայտնվեն, այնպես որ Նյու Յորքը մեկ գիշերում չի դառնալու այն դրախտավայրը, որ ցանկանում է Մամդանին, եւ նախագահ Թրամփը դա կօգտագործի ի նպաստ իրեն քարոզարշավի ընթացքում աջակցելով 2026 թվականին առաջադրվող թեկնածուներին։ Մասնագետները փաստում են, որ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև այս բախումը վառ կերպով ցույց է տալիս երկրում առկա խորը քաղաքական պառակտումը։ Այս լարվածությունը զուգահեռ է ընթանում համազգային ճգնաժամին, քանի որ կառավարության արդեն 40 օր շարունակվող շատդաունը միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը թողնում է անորոշության մեջ։ Կառավարությանը կատվածահար վիճակից կարող է մասնակի դուրս բերել Սենատում առաջ մղվող դաշնային գործակալությունների ֆինանսավորումը վերսկսելու օրինագիծը, ինչին աջակցել են նաև որոշ դեմոկրատներ։ Միայն ավիակարգավարների բացակայության պատճառով կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 2800 եւ հետաձգվել ավելի քան 10200 թռիչք։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվ վերջում Սարկոզիին բաց են թողել, նա բանտում մնաց 20 օր։ Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել էր Մուամմար Կադաֆիից մեծ գումարներ վերցնելու մեջ, որով ֆինանսավորել էր իր նախընտրական քարոզարշավը։ Այսքանը այսօր անփորձանք գիշեր եմ մաղթում, հետևեք մեզ սոցցանցերում եւ բաժանորդագրվեք ցտեսություն։